Կատարանի որոշումից անմիջապես հետո, վճռից հետո, երբ որ որոշվեց, որ Ծառուկյանի քվեները չի այսպես բավարարում անցնել խորհրդարան, տեղնացավ այս խուզարկությունն անմիջապես առաջի աշխատանքային օրը։ Սպասում էին այդ վճռին։ Ճիշտ ասած, ուղիղ կապ իհարկե կարելի է անցկացնել, բայց այստեղ պետք է ֆիքսենք շատ կարևոր մի հանգամանք։ Տեսեք, այսօր Փաշինյան թռել է Մոսկվա։ Հենց այսօր էլ այս, չգիտեմ, խուզարկություն անվանեմ, խուժանություն անվանեմ, եթե այս համառությամբ եւ այս կիսառազմականացված օպերացիայի տրամաբանության մեջ տեսնում եք ավտոմատավորներ կանգնած, լուրջ sense ինչ-որ բաներ, նույն կերպ պաշտպանվեր Հայաստանի Հանրապետության շահերը, ապա կարծում եմ մենք ավելի լավ ու ավելի անվտանգ երկիր կունենայինք։ Իսկ եթե խոսում ենք ընդհանուր գործընթացի մասին, ապա եկեք ֆիքսենք հետևյալը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում ենթարկվում են կատաղի ճնշումների ընդդիմադիրները եւ ամենակատաղի ճնշումը դեպի Գագիկ Ծառուկյան եւ հարց տանք մեզ ինչի համար է սա արվում։ Մենք կարող ենք երկար տարբեր բաներ խոսել, բայց սա իրականում գիտեք ֆաշիզմի ուղղակի դրսևորումն է, երբ որ իշխանությունը փորձում է ոչ թե լրացնել, այլ ընդհանրապես փորձել չեզոքացնել ընդդիմադիր լիդերներին, մասնավորապես Գագիկ Ծառուկյանին։ Այստեղ պարզապես մի շատ կարևոր հանգամանք է, իրանք չեն հասկանում, որ այստեղ նույնիսկ Ծառուկյանի կամ այլ լիդերների խնդիրը չի։ Խնդիրը նա է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը մերժեց իրենց, բայց դա բնավ չի նշանակում, որ իրանք չպետք է կատարեն այն հանձնարարականները, այսպես անվանենք, որոնք իջեցվել էին Բաքվից եւ Անկարայից։ Հիշենք, չէ, որ գոյություն ունի սահմանադրության փոխման գործընթաց, որը արդեն իսկ Ադրբեջանում անվանում են Արևմտյան Ադրբեջանի սահմանադրության ներդնում Հայաստանում, այսինքն սրանք ինչ պատմեն, ինչ հեքիաթներ պատմեն, 4-րդ հանրապետություն եւ այլն, սա ուղիղ կապ ունի Ադրբեջանի նպատակների հետ եւ իրենք բնավ դա չեն թաքցնում։ Խոսքը գնում է այս իշխանության ազիզ աղբեր Ադրբեջան եւ Թուրքիայի մասին։ Երկրորդը դա Հայաստանի Հանրապետության տարածքների հանձնում շինծու անկլավների տեսանկյունից, դա նույն ադրբեջանցիների բնակեցման թեման է, որը Անկարան եւ Բաքուն չնայած սրանք իրանց ճաղում են, որ տես բան չկա, բայց ներողություն էլի որ ճաղելով չի։ Մենք փաստերի վրա ենք հենվում։ Նաեւ իմիջիայլոց Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության զեկույցին, որը հրապարակվել էր տարվա սկզբում եւ որտեղ ադրբեջանցիների բնակեցման թեման ներկայացվել որպես ուղիղ վտանգ, բա որ այդ թեման չկա, համաձայն իշխանությանը, ինչի է արտաքին հետախուզության ծառայությունը որպես շատ վտանգավոր գործընթաց բնորոշում։ Վերադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները պետք է ֆիքսենք հետեւյալը, այնինչ կատարում է Գագիկ Ծառուկյանի հետ դա գործողություն է, որի հիմնական նպատակն է փորձել ջարդել պայմանական ընդդիմությանը եւ այստեղ շատ կարեւոր է հասկանալ հասարակության արձագանքը, որովհետեւ Ժորժ ջան, ստե միայն Ծառուկյանի խնդիրը չի, ստե բոլորի խնդիրն է, նույնիսկ այն մարդկանց, ովքեր այսօր միգուցե սենց ասենք, չեն համակրում օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, բայց ընդդիմադիր հայացքներ ունեն, բոլորին ասա վերաբերում։ Պարոն Աբովյան, տեսեք, նախընտրական շրջանում Փաշինյանն հայտարարում էր, որ կնստացնեն բոլորին, բոմբ կսարքեն բոլորին, այսինքն այս սպասելի գործողություն չէր ամեն դեպքում։ Չէ, ես մի անգամից ասեմ, սա անակնկալ չի, ես ձեզ վստահեցնում եմ, սա անակնկալ չի ոչ Գագիկ Ծառուկյանի համար, ոչ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամների, ոչ էլ յուրաքանչյուր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, ով ունի նվազագույնը տրամաբանություն։ Բա ինչ պետք է անեն, բա իհարկե իրենք գործում են լրիվ հակապետական եւ հակահայկական տրամաբանության ներքո։ Հարց, այդ ինչ արել Ծառուկյանը, որ որոշել են սենց առավոտ 7-ին ավտոմատավորներով, քիչ ամնում ուղաթիռներով իջնեն, չգիտեմ ինչ արել։ Դա շատ հետաքրքիր է, էլի։ Տեսեք, փաստաբանը ասաց, որ վտանգավոր հանցագործների դեպքում են այսպիսի դիմակավորված եւ զենքերով գալիս կամ ինչ-որ շոու անելու համար։ Այսինքն մարդուն, ով առավոտից երեկո խոսում էր հանրային համերաշխության մասին, խոսում էր Հայաստանի Հանրապետության շահերի մասին, խոսում էր, որ պետք է դուրս գալ այս շրջանակից իրար խժռելու ատելու, ինքը տենց որակավորումա որպես բան, հանցագործ,
Ես կարծում եմ հանցագործների որակավորումը մի քիչ այլ է, հա? Եվ այստեղ այո շատ ճիշտ հարց եք տալիս, ինչ ասեմ, ըստ էության ունենք մի իրավիճակ, ֆիքսում ենք Հայաստանի Հանրապետություն չի աշխատում, սահմանադրություն չի աշխատում, ոչ մի բան ընդհանրապես։ Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը ինքը այնքանով էր կարևոր, որ եկեք ֆիքսենք Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը հրաժարվեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը հրաժարվեց պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Իսկ այս ամենը արդեն ածանցյալն է ամբողջ գլոբալ գործընթացի։ Երբ որ ասում եք նպատակ ամբողջ ընդդիմությանը կոտրելն է, ջարդելն է, կարծում եք, որ սա տեղի է ունենալու նաև բոլոր ընդդիմադիրների հետ։ Ես չեմ կարող ասել անվանական մարդկանց մասին խոսել, բայց կարող եմ ասել հետևյալը. այն տրամաբանությունը, որին մենք ականատես ենք այսօր, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հայերի, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետության օգտին, ջարդում է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, սա է, մնացածը ոնց Եթե հաղթել է Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած, իրեն հաղթած է համարում, այս ամեն ինչի չի համարում։ Դուք պատասխանեցիք ձեր հարցով, հենց ձեր հարցին։ Բա հաղթող մարդը sense կանի, ում է ինքը հաղթել, ում ժողովրդին է հաղթել, հասկանում եք, սա պետք է շատ հստակ հասկանալ, ում են իրանք հաղթել, հայ ժողովրդին։ Պարոն Աբովյան, Բարգավաճ Հայաստանը քաղաքացիական պայմանագրին ազգային ժողովում խանգարելու էր, ինչի հետևանքով ԿԸՀ-ն 3.96 հարյուրորդական ձայները բավարար չհամարեց, որպեսզի Բարգավաճ Հայաստանը անցնի ազգային ժողով, հիմա ԲՀԿ-ն ինչով է խանգարում նրանց։ Խնդիրը ազգային ժողովի մեջ չի, մենք բազմաթիվ անգամ ասել ենք, մեր մոտ խնդիրը մանդատները չեն, մեր մոտ խնդիրը, չգիտեմ, այդ բազկաթոռները, կրեսլոները, դա չի մեր խնդիրը։ Մեր խնդիրը Հայաստանի Հանրապետության անվտանգային, տնտեսական, քաղաքական նվազագույնը այդ համակարգի անվտանգային ձևավորումն է։ Ինչի համար են անում հիմա։ Ես այլ բացատրություն, քան գիտեք ոնց նախապատրաստում են Հայաստանի Հանրապետությունը այն գործընթացների, որոնք կրկնեմ, հրահանգավորված, իջացված են Բաքվից եւ Անկարայից։ Դուրները գա, չգա, հասկանում եք, մարդիկ հետներս համաձայնվեն, չհամաձայնվեն, բայց տրամաբանությունը հստակ սա է ցույց տալու։ Հստակ, Ժորժ ջան, մենք կարող ենք իրար հետ կռիվ անել, մածունը սևա, թե սպիտակ, բայց դրանից ինքը սև չի դառնում, չէ՞։ Նույնը այստեղ։ Շատ պարզ, պարզունակ, շատ հստակ իրավիճակ է։